Մեկ ընդմիշտ բոլորի համար պետք է ասեմ առաջին և հնարավոր է վերջին անգամ, որ ես ոչ մի արդարացումներ չեմ ընդունում իմ հետ վիճելու վերաբերյալ, ինձ նույնիսկ քննադատելու վերաբերյալ։ Եթե այդ քննադատությունը ես արդարացի կամ ճիշտ չի համարում կամ տեղին, չեմ ընդունում։ Հաշտություն, խաղաղություն, հարաբերությունների վերականգնում կամ նեգատիվ վատ բացասական հարաբերությունների հանում կամ դրա տեղը որ դա հանվի ու դրա տեղը լավը գա, կլինի մենակ մի դեպքում, զուտ միայն մի դեպքում, եթե այդ մարդը ընդունի, որ սխալ էր, վերջ։ Ներողություն, բան պետք չի, դրանք ցանկալի տենց բաներ պետք է ընդունի, որ սխալ էր, բայց դա բավարար է, բայց դա հաստատ չի, ես ուզեի ինչ-որ բաներ պետք լինեն, որ ինքը ինձ պարզաբանի ու դանդաղ է լինելու դա այդ, որ այդ ամեն ինչը անցնի կամ ոնց ասեմ, դրա տեղ ինչ-որ ուրիշ բան կա։ Իսկ ոնց որ ասում է իդեալում պետքա լինի սենց բան, պետքա բացատրի ինչու էր այդպեսի բան ասել կամ արել ու ընդունի, որ սխալ էր։ Կամ ասենք պարտադիր չի ընդունի, որ սխալ էր այդ դեպքում, եթե ինքը բացատրեց, բայց սենց զգացում է, որ ինքն էլ է հասկանում բան, որ սխալ է։ Բայց եթե այդ զգացողությունը չկա, այդ ակնարկը կամ ակնարկի նման մի բան, այդպես մի բան չկա, էլի չի լինելու։ Այսպիսի կանոններ այն մոտ, այսպիսի օրենքներ, կանոններ, չգիտեմ։ Եթե ուզում են ինձ հետ վերականգնեն հարաբերություններ, եթե ուզում են հետ շփվեն, ամեն ինչ նորմալ լինի, այսպես ալնելու։ Հակառակ դեպքում առնվազն դե նայած դեպքը լինելու է ուղղակի ոչ մի ձևի հարաբերություններ չեն լինելու, կամ լինելու են բացասական հարաբերություններ։ Այսինքն ես այդ մարդկանց վատ եմ վերաբերվելու։ Ուղղակի վատ եմ վերաբերվելու։ Ոչ մի վատ բան չեմ անելու, ուղղակի իմ վերաբերմունքը ես կարամ ընդհանրապես տարիներով ամբողջ կյանքս իրենց մասին չխոսամ, իրենց ոչինչ չասեմ, իրենց ոչինչ չանեմ, իրենց վերաբերյալ իրենց մասին ոչինչ չանեմ, բայց իմ վերաբերմունքը իրենց լինելու է վատ։ Օրինակ, եթե ինձ հարցնեն, ինչպես եք վերաբերվում ես ինչ մարդուն, ես ասելու եմ, որ վատ։ Վերջ։ Դա է լինելու։ Այսքան բան։ Սա ուզում էի որ լիներ էլի։